Կարծում եմ, որ նմանատիպ քննարկումները մեր քաղաքական դաշտին, հանրային դաշտին ժամանակ առ ժամանակ որոշակի զգոնության ոչ է նաև հանդիսանում։ Հուսով ենք, որ այս քննարկումը ևս օգտակար կլինի կարևորագույն խնդիրների շուրջ մտածելու համար։ Տեսեք, պարոն Մասն, մեր գործընկերները պարոն Տերվանյանը, Վարդանյանը բավական խոսեցին սպառնալիքների հնջի մասին եւ ներքին եւ արտաքին իմաստով եւ դրանք արդիական սպառնալիքներ են, արդիական մարտահրավերներ են ուղղված ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, այլ նաեւ հայ ժողովրդի դեմ, հայկական աշխարհի դեմ, այսպես է ասենք, որովհետեւ մեր համար ամենամեծ կապիտալը մարդն է, իր ինքնությամբ, իր տեսակով եւ իր գիտելիքներով, հմտություններով եւ մենք պետք է կարողանանք այդ հանրային համերաշխության ֆոնի վրա այլևս խոսել մեր ապագա անվտանգային բոլոր խնդիրների վերաբերյալ։ Տեսեք, 2007 թվականին Հայաստանի Հանրապետություն մշակվեց եւ գործի դրվեց ազգային անվտանգության ռազմավարությունը, որը բավական երկար ժամանակ ապահովում էր Հայաստանի Հանրապետության արտաքին ներքին քաղաքականության անվտանգության ապահովման հարցում։ Այդտեղ էր եւ Սփյուռքը, եւ Եկեղեցին, եւ Արցախյան խնդիրը, եւ մեր արտաքին քաղաքականության բոլոր վեկտորներն իրենց առաջնահերթություններով, եւ ցեղասպանության ճանաչման հարցը, եւ կոմունիկացիոն անվտանգության խնդիրները, եւ բարենային անվտանգության, եւ էներգետիկ անվտանգության, եւ հոգեվոր անվտանգության խնդիրները, եւ շատ երկար ժամանակ այդ հաստատությունին համահունչ Հայաստանը համարում էր կանխատեսելի գործընկեր պետություն իր քաշի համապատասխան խնդիրների շրջանակներում հավասարի խոսող պետություն, դաշնակիցներ ունեցող պետություն, արտաքին անվտանգության մեջ ոչ միայն սպառող, այլ արտաքին անվտանգություն արտադրող պետություն, տարածաշրջանում գործոն, այդ թվում նաև անվտանգային իմաստով, եւ մեր ժողովուրդը չէր զգում անվտանգության խնդիրը։ Քաղաքական միտքը, քաղաքական մարդիկ իհարկե բարբերաբար խոսում են եւ գործում էին անվտանգության համար, բայց ժողովուրդը մեծ հաշվով տենց չէր զգում, որովհետև անվտանգությունից թթվածքի նման մի բան այդ որ կա չես նկատում, երբ որ չկա, սկսում ես արդեն շնչահեղձ լինել եւ դիմել այդ իրավիճակը։ Ինչ եղավ, սրանք եկան 20 թվականին փոխեցին ազգային անվտանգության ռազմավարությունը, մի անհասկանալի փաստաթուղթ գրեցին ինչ-որ հրապարակային փողոցային կոչերի հիման վրա, մենք քննադատեցինք դա շատ կարճ ժամանակ հետո եղավ 44 օրյա պատերազմը, որից հետո Հայաստանի անվտանգային սպառնալիքները եւ անվտանգային կառուցված միջավայրը ահագին քանդվեց եւ անվտանգային սպառնալիքները մեծացան։ Նրանից հետո էլի չխրատվելով շարունակեցին իրենց ոչ ճիշտ եւ անվտանգային բոլոր պարամետրերի հակասող քաղաքականությունը։ Եղավ 2023 թվականը մենք կորցրեցինք ընդհանրապես արևելյան հատվածում մեր անվտանգային բոլոր գաղափարները, որտեղ Արցախը զսպաշարժիկ էր, Հայաստանի անվտանգության համար ներողություն զսպաշարժի զրահաբաճկոն էր, եթե այսպես պատկերավոր ասենք, եւ ռազմական իմաստով անվտանգային միջավայրը եւ անվտանգության գոտին Հայաստանի Հանրապետության հնարավորություններ տալիս շատ լայն տարածքում ապահովել իր բնակավայրերի եւ իր քաղաքացիական հասարակության անվտանգային խնդիրները այսօր այդ հնարավորությունից մենք ստացված ենք, որտեղ մեր խոշոր բնակավայրերի ոչ հեռու շատ ամուր ձևով տեղակայված են ադրբեջանական զինուժի հենակետերը իրենց ներոշներով հանդերձ։ Եվ սա ուրիշ նշանակության եւ տարբեր տիպի խնդիրների համար լուրջ մտածելու տեղիք է տալիս նաեւ ապագայում։ 23 թվականից հետո մինչև այդ մեր անվտանգային միջավայրը եւ արտաքին քաղաքականությունը քանդվեց նաեւ 22 թվականին Ռուսաստանի սկսված հատուկ ռազմական օպերացիայի պարագայում ընդհանուր արդեն նաեւ աշխարհում սկսեց նոր աշխարհակարգի կառուցման եւ հնարավորության խնդիրը դրանից հետո 24-25 թվականներին արդեն իսկ անդակույց ձևով հայտարարվում է իր աշխարհակարգի այլևս չգոյության միջազգային իրավունքի ինչ-որ Հելսինկիայի եզրափակիչ ակտով համարագրված 75 թվականից Արվերջերս այլևս այդ աշխարհակարգի չկա։ Մենք փորձեցինք Միսկի խումբը, որ անվտանգության ինչ-որ առումով երաշխիք է, մենք հապում այլևս անհասկանալի գործընկերություններ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր հնարավոր եղանակներով փոխվետահարվում են։ Արևմուտքը մեզ
գործում է ներքաշել քաղաքական, այսպես ասած, մեր համահավանությունների մեջ, որը Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը դնում է խորհրդակցությունների մեջ եւ առաջարկում է պաշտպան օջախներ, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Չինաստանի շահերի հետ, Հնդկաստանի որոշ դեպքերում շահերի հետ, Թուրքիայի շահերի հետ, Ռուսաստանի շահերի հետ, քաղաքական հայրենիքի եւ հիմա գործում են խնդիր ինտերֆեյ կարգավորել Միացյալ Նահանգների, բայց Միացյալ Նահանգներից մենք բոլորս տեսնում ենք, որ անվտանգության գերաշխիքների թեկուզ խոստումների անգամ գոյություն ունեն, իսկ մտադրությունների շրջանակը, որը տրիպի տեսքով վերջերս ստորագրվել է, դա ամենաառաջին նախադասության մեջ է դրացել, որ ոչ մի իրավական հիմք չունի, ամենը ցանկությունները եւ կարող է տեղի չունենա։ Շատ դեպքերում մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները այնտեղ են տարածաշրջաններում, որտեղ ինքը ազգային անվտանգության կամ ռազմավարական հետաքրքրություններ չունի, շատ արագ տարածաշրջանից հրաժարվի։ Հրաժարվեց նաև Աֆղանստանից, հրաժարվեց նաև մի շարք այլ տեղերից, այդ թվում նաև ահռելի ներդրումներից հետ։ Այնպես որ սրանք, որ ասում են, այսա ներդրումները երաշխավորել են Հայաստանի անվտանգությունը խաղացումը, դա ևս կեղծիք է, դա ևս սուտ է, դրան պետք չի ավարտել։ Ինչը պետք է իմանալ, նախ փոխված աշխարհում եւ նաեւ մեր ռեսուրսները պակասած, նվաղած եւ թուլացած ռեսուրսների պարագայում մենք պետք է կարողանանք արդեն նոր ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, ընդ որում շատ արագ, որտեղ փոխվել են բոլոր պարամետրերը, այդ ռազմավարությունը գրելու եւ իրականում կյանքի կոչելու համար փոխվել է պետական ինստիտուցիոնալ համակարգի կարողությունները, փոխվել է տեխնոլոգիական հնարավորությունները, փոխվել են տեղեկատվական անվտանգության կանոնները, բնույթը, փոխվել է կիբերանվտանգության ամբողջական համակարգը, փոխվել է մարդկանց վերաբերմունքը պետություն ունենալու եւ ընդհանրապես քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը, դա ևս կորել է, հետեւաբար շատ բարդ իրավիճակում եւ Հայաստանի նաեւ աշխարհագրական դիրքը հաշվի առնելով մենք պետք է, այսինքն մենք ասելով նկատի ունեմ Հայաստանին քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդիկ կլինեն իշխանության մեջ, կլինեն ընդդիմության մեջ, այսօր վաղը մյուս օրը երբեք որ լինի, որտեղ դա բոլորի խնդիրն է, անվտանգությունը չի սպառնում միայն ընդդիմադիրներին սպառնում է բանտը, բայց երբ որ անվտանգությունը արդեն դառնա իրական սպառնալիք ֆիզիկական իմաստով կամ կենսաբանական իմաստով կամ բարոյահոգեբանական իմաստով, տեղեկատվական տերորի իմաստով, այդտեղ չի հարցնելու ով անդիմություն, ով իշխանություն, ով հարուստ, ով աղքատ, ով ինչով է զբաղվում կամ ով որտեղ է ապրում։ Սա ընդհանուր սպառնալիք է։ Հետևաբար բոլորը միասին պետք է կարողանան այս առաջին հերթին մշակել ռազմապաշտպանական նոր մոդել, որովհետև մենք այլևս այդ, այսպես ասած, մասշտաբային հնարավորությունները չունենք պաշտպանելու, կազմակերպելու պաշտպանության այնպիսի մակարդակ, որը ենթադրում է ստրատեգիական խորություն, տակտիկական հնարավորություն, մեր ամբողջ պետք է տեղավորվի տեխնոլոգիական եւ կիբեր տարածքում եւ այդտեղ մենք պետք է ունենանք գերակայություն Ադրբեջանի նկատմամբ, բոլոր իմաստներով գերակայություն, այսինքն եթե մեր բնակավայրերը Ադրբեջանի թիրախի տակ են, Ադրբեջանի կիբեր տարածությունը պետք է մեր թիրախի տակ լինի, չեմ ասում անդադար օգտագործենք, բայց իրենք իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այլ արդյունության վրա, որը ոչ պակաս, եթե չասեմ նաև կարևոր, գուցե նաև ապագայի համար դառնա ավելի կարևոր, գեր ազդեցություն ունի իր վրա, այսինքն ունի հակազդելու հնարավորություն։ Բալանսներն այդպես են պահում։ Այնպես չի, որ Ադրբեջանը գնաց մի հատ T-30 առավ, մենք գնանք երկու հատ T-30 առնենք ու ասենք, կամ Հնդկաստանից զենք բերենք, ասենք, դա դրա ժամանակը արդեն, ոնց որ ասած, նախորդ 20-30-50 տարիներին ա եղել, առաջիկա 10-20-30-50 տարիների համար լինելու է անվտանգությունների ապահովման, հասարակությունների, պետությունների անվտանգության ապահովման նոր մոդել։ Հիմա որ նայում ենք նացիոնալների պաշտպանական ռազմավարությունը վերջերս հրապարակված, իրենք նախորդն արել էին 22 թվականին, ընդամենը 4 տարում ամբողջությամբ վերանայել են ինչպես ստրատեգիական հետաքրքրությունները, այնպես էլ ռազմապաշտպանական կարողությունները եւ դրանց գործիքակազմը։ Նույնը անում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այսօր Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում իրենց ռազմական գործողությունների զուգահեռ արդեն իսկ մշակում են ապագա ռուսական բանակի Ռուսաստանի անվտանգության տեխնոլոգիաները։ Նույնը անում են Եվրոպայի մի շարք երկրներ, մասնավորապես Գերմանիան, մասնավորապես Ֆրանսիան,
չգիտեմ, Չինաստանը չեն կարող ասել, չեն ուսումնասիրել, բայց այսօրվա աշխարհում հսկայական միջոցներ են տրամադրվում ռազմատեխնիկական, կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ապահովման համար, որովհետեւ դրանց պարագայում է հնարավոր արդեն ապահովել տնտեսական անվտանգությունը, բնականոն կյանքը, հանրային համերաշխությունը եւ ընդհանուր առմամբ բազմամշակութային հարաբերություններում առանց բախումների իրավիճակներ։ Մենք պետք է կարողանանք արտաքին քաղաքականության նոր մոդել մշակել, որովհետև հիմա ինչ-որ վարվում է Հայաստանում վերջին տարիներին դա արտաքին քաղաքականություն չի։ Դա արտաքին ավենտյուրա է, դա ուրիշների ցանկությունների շրջանակում սեփական ժողովրդին խաբելու տեխնոլոգիաներ են։ Մշակույթ է ձևավորվել, իրանց մոտ խաբելու, իրանց ասում են կգնանք ես ինչ բանը կանեք, իրենք գալիս են ասում են ոնց անենք, պետք է այնպես բան գտնենք, որ ժողովուրդը չջոկի, որ մենք իրականում ինչ ենք ուզում անենք, եկեք լավ բաներն ասենք, Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Ինչ վատ բաներ ոչ ժողովրդի համար։ Մեծ մասը ասում են շատ լավ բան է, ինչ վատ բան է։ Բայց մենք տեսանք ինչ վատ բան։ Հիմա ասում են խաղաղությունը եկել է վերջ արդեն։ Ինչ վատ բան է ոչ։ Եթե դու չես օրանում, դրա գալու ճանապարհները եւ արդյոք եկել է կամ ինչ տեսքով է եկել, կամ ում համար է եկել։ Հետո հասկանում ես, որ չէ, սա մեծ հաշվով մեծ խաբեություն, այսինքն արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության օգտին։ Հիմա Եվրոպական համայնքը, որ իր հաջորդ հավաքը որոշել է իրականացնել Երևանում, մայիսի 4-ին։ Լավ է, ով ասում, որ վատ է, թվում է առաջին հայացքից թվում է, թե արտաքին քաղաքական մեծ հաջողություն է, տեսեք, միանգամից 50 եւ ավելի երկրների բարձրաստիճան պատվիրակություններ եկել են Հայաստան։ Նախկինում էլ էին գալիս, բայց նախկինում գալիս էին մի Հայաստան, որը որ ուներ ինքնուրույնություն, ուներ դիմագիծ, ուներ ձեռագիր, ամբիցիա աշխարհում, իր անվտանգության, իր զարգացման, իր ազգային շահերն առաջ տանելու, այսօր գալիս են մի տարածք, որը շատ հնարավոր է, որ օգտագործվի աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների համար, Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, միջին միջանցքերը, Չինաստանի ծափրանքները, արևմտյան վերահսկողության տակ բերելու դեմ։ Մայիսի 4-ին էլ գալիս են, որ մայիսի 5-ից արդեն քարոզարշավում մեր այսպես կոչված իշխանությունները ժողովրդին ասել է ժողովուրդ ջան, ինչ եք ուզում, ամեն ինչ արել ենք ձեր համար, ինչ անենք։ Ղարաբաղն էլ տվեցին, այսինքն հիմա իրանց քաղաքականությունը բերում աներա, որ ժողովրդի մոտ լավ ժողովրդին դե ուղիղ չեն մեղադրում, ասում դուք եք մեղավորում, մինչև Ղարաբաղը չենք տվել։ Տեսակ ինչ լավ էր, որ Ղարաբաղը տվեցին, տեսակ ինչ լավ էր, որ Սյունիք էլ արդեն մերը չի ամերիկացիներն է վերահսկում կամ չգիտեմ ուրիշներն է վերահսկում, Թուրքիան է վերահսկելու իրենց համարը։ Այսինքն այս կարգի տեղեկատվական ներքին խնդիրները, որոնք անվտանգային սպառնալիքներ են նաև հանդիսանում, հեշտությամբ մանիպուլացնելի է։ Դրա համար ես առաջ շատ երկար մտածում էի, լավ, իրանք ոնց են առանց ազգային անվտանգության ռազմավարության կարողանում կառավարել երկիրը, որովհետև դա ընդհանուր կանոններ են, ընդհանուր խնդիրներ են, սկզբունքներ են դրված պետական կառույցների, հանրային կառույցների առաջ, որ յուրաքանչյուրը գիտի իր գործի գնալու նպատակը որն է։ Հետո հասկացա, որ չէ, ընդհակառակը իրանք հատուկ չեն անում, որովհետև դա իրանք կանգարում է, որովհետև իրանք չգիտեն ինչ են անում։ Երբ որ 21 թվականին գնացին Մինսկի խումբ, Հադրութի, Շուշի դեօկուպացիա բան, հետո 22 թվականին գնացին ամբողջությամբ եղածները հանձնեցին, ես հասկացա, որ չէ, այս մարդկանց ազգային անվտանգության ռազմավարությունը ձեռները կապելու է։ Իրանց պետք չի, իրանք որտեղ չգիտեն հաջորդ իրանց ինչ են ասելու անել։ Հետևաբար մինչև այսօր էլ նույնիսկ չեն մտածում դրա մասին։ Եվ չգիտեն, ես չգիտեմ օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորավարժություն անցկացնեն, որն է լինելու այդ զորավարժության խնդիրը, ով հավանական հակառակորդ, ցանկացած զինված ուժ ունի հավանական հակառակորդ հաստատություն կամ սպառնալիքներ, ով է, ասինքն հավանական բարեկամն է, եւ ինչ են անել։ Հա, ուծելության դեն են զորավարժություններ անելու, դա ամեն օր է արվում, կարծում եմ, սա իհարկե կարտակի տեսքով։ Հիմա այս բոլոր խնդիրների մեջ պետք է անվտանգային բոլոր մակարդակների եւ բոլոր բաղադրիչների համար ունենալ հստակ մշակված հայեցակարգեր։ Եվ այդ հայեցակարգերն էլ արդեն կդառնան, որովհետեւ ամենայն հավանականությամբ Հայաստանի համար իմ կարծիքով իհարկե այսօր հետ եւ շատ երկար ժամանակ ճիշտ կլինի կոալիցիոն կառավարման սկզբունքը եւ մեկ ուժի
գերիշխանությունը, ինչպես տեսնում ենք, շատ վտանգավոր ու ռիսկային է, հատկապես սխալվելու մեծ հավանականությամբ պարագայում, որովհետև զսպումների և հավասարակշռումների մեխանիզմը ևս չկա, դա ևս անվտանգային էլեմենտ է, ներքին կառավարման իմաստով։ Հետևաբար, որպեսզի կոալիցիաները կարողանան աշխատել, այդ նույն կոալիցիաները պետք է միաժամանակ, այսինքն գործող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը պետք է կարողանան կոնսենսուս ունենալ ապագա տարիների համար, դա կլինի միջնաժամկետ կամ երկարաժամկետ, չնայած երկարաժամկետ հիմա շատ դժվար է մշակել, այդ թվում նաև մեծ պետությունների համար, բայց գոնե կարճաժամկետ և միջնաժամկետի համար առաջիկա 10-15 տարիների համար ունենալ մշակված, հիմնավորված, փաստարկված և հայ ժողովրդի, հայկական ամբողջ աշխարհի, հայկական կապիտալի, հայկական տեսակի ինքնության բոլոր կոմպոնենտների հայ հասարակությունը ձևավորող և նրանց զարգացման ուղի մեջ պահող բոլոր բաղադրիչների կենսունակությունն ապահովող ազգային անվտանգության ռազմավարություն, որն անդրադառնա կառավարության ծրագիր, կուսակցությունների համար գործունեության ծրագիր, անդրադառնա պետության, հասարակության բոլոր ինստիտուտների, այդ թվում նաև բիզնեսի, որպեսզի մենք հասկանանք, որն է շահը մեր պետության շահը։ Հիմա եթե Իսրայելում գնաք հարցում անեք, հաստատ հասարակության մեծ մասը հոդաբաց ձևով կներկայացնի, որն է իրապետության շահը։ Հետո տարբերությունները դուք կտեսնեք դրանց հասնելու եղանակների մեջ, բայց երբ որ այսօր մեր հասարակությունում հարցում անենք, որն է գլոբալ իմաստով հայ ժողովրդի ազգային անվտանգության շահը, մենք որ պատկեր չենք ստանա, ցավոք, չենք ստանա։ Մարդիկ իջել է արդեն նշաձողը այնքան ցածր, որ նույնիսկ կենցաղային իմաստով մարդիկ դժվարանում են ձևավորել իրենց համար նպատակներ։ Այ մարդը չգիտի, մի տարի հետո ինչ անելու, ինչով ազգա, բիզնեսմենին հարցնում ես, չգիտի ինչով ազգավելու, ինչ անելու, ասում է, ես ինչ իմանամ, վաղ չեմ այսօր ինչ անելու, ինչ հարցեր ես տալիս։ Նույնը նաև քաղաքական համակարգին, այսինքն այս անորոշությունները առաջացնում են նաև շատ բարդ իրավիճակներ մեր կազմակերպվածության և պետական ինստիտուցիոնալ համակարգի համար։ Դա տեսնում են նաև մեր գործընկերները դրսում, այն ովքեր որ բարեկամ պետություններ են և բարեկամաբար տրամադրված ինչ-որ բաներ հուշում են, ովքեր որ ոչ կամ հակառակը, բնականաբար շատ լավ օգտվում են այդ իրավիճակից և Հայաստանի Հանրապետությունը այդ իրավիճակում դառնում է խաղաղալիք, աշխարհակաղակական խաղաղալիք տարբեր ուժերի ձեռքում։ Եվ պատահական չի, որ այս քաղաքականությունը ողջունում են, իհարկե ողջունեն, ասեն բարձրանից դա քաղաքականություն, առաջ Հայաստանը գիտեր օրինակ ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացը, որը շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության համար եղել է և անվտանգության ապահովման մեխանիզմ, մի քիչ տենց ոչ իմաստով ասած, և նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություն, երբ որ 100-ամյակին 5 երկրի ղեկավար է գալիս, որից երկուսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ, և դա արդեն ամբողջ աշխարհին ազդանշան է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի խոշոր երաշխավորներ իր այս քաղաքականության պարագայում։ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր երաշխավորների, որովհետև եկավ մի քաղաքական ուժ, որը այդպես էլ մինչև այսօր հստակ աշխարհին չի ասում, թե որն է իր նպատակը, բացի Հայաստանի Հանրապետությանը վնասել։